իրականացնել, եւ ես վստահ եմ, որ իր ընտրվելու դեպքում նույն եռանդով կշարունակեք աշխատանքը նույն հանձնաժողովում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Թունյան։ Ես չեմ կարող չանդրադառնալ մի քանի մտքերի, որ այստեղից հնչեցին, օրինակ ես ուղղակի փոքր ռեմարկ անեմ, պարոն Մանուկյան, ասում եք նախորդ ազգային ժողովը շատ է խոսվել այս օրերին, որ ունեցել ցածր ռեյտինգ, բայց այդ ցածր ռեյտինգի մեջ ես ձեզ հավաստիացնում եմ, առավելագույն ռեյտինգը բարձրացել է այն ժամանակ, երբ ընդդիմությունը բոյկոտում էր եւ փողոցում էր։ Ուղղակի չէր գալիս նիստերին, իրենց բացակայության պայմաններում ազգային ժողովի ռեյտինգը առավելագույնի էր հասել։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա ելույթներին, հարցերին, Տիկին Յոլյան, ելին ձեզ պետք է անդրադառնամ, որովհետև մանիպուլացնում եք մեր հասարակությանը, ասեմ ինչու, ասում եք դուք խոստացել եք նվազագույն աշխատավարձը բարձրացնել, չեք բարձրացրել ու խոսում եք մանկապարտեզի դասիրակների աշխատավարձից։ Նախ ասեմ, որ մենք նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից բարձրացրել ենք 75,000 դրամ։ Ճիշտ եք, չենք հասցրել դեռևս բարձրացնել 85,000 դրամի, բայց Արժևում է բնականաբար նաև կհասնենք այդ թվին, բայց ինչու եք նաև մանիպուլացնում, մանկապարտեզի դասիրակների աշխատավարձը, Տիկին Յոլյան, պետք չի կապել նվազագույն աշխատավարձի հետ, ավականին է որոշում դասիրակների աշխատավարձը եւ ես գիտեմ, որ դուք նաև Գորիսից եք, օրինակ ինձ հետաքրքիր է Գորիսի համայնքապետին, օրինակ երբևիցե դիմել եք այս հարցով մանկապարտեզի դասիրակների աշխատավարձները բարձրացնելու խնդրանքով կամ հորդորով, խնդրում եմ պատեհ պահին նաև արձագանքենք, հասկանանք։ Մենք նաև չեմ կարող չնշել, որ մենք այս պահին, Տիկին Յոլյան, միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ ունեցողների թիվը ավելի մեծ է կազմում, քան ավելի ցածր աշխատավարձ ստացողներինը, ինչը մեծ ձեռքբերում է նաև այս տարիների մեր վարած քաղաքականության։ Ես նաև չեմ կարող չնշել, որ 2017 թվականի համեմատ միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 303,000 դրամ, ինչը նաև խոսում է, այսինքն թվերը ինքնին խոսուն են, ես այլ բան չեմ ավելացնում։ Ինչ էի ուզում ասեի։ Մենք նաև այս ընթացքում, պարոն Կարապետյան, այս տարիների ընթացքում մենք մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Որոշ մասը ստվերից է դուրս եկել, որոշ մասը ստեղծվել են, այսինքն այն խոստումը, որ դուք նաև խոստումներ կատարելուց խոսեցիք, մենք արդեն իսկ այդ 300,000 աշխատատեղը ստեղծել ենք։ Պարոն Կարապետյան, խոսեցիք աղքատության մակարդակից։ Ես էլի թվեր նշեմ, 2017 թվականին աղքատության մակարդակը եղել է 25,7%, իսկ 24 թվականին վերջին տվյալները դեռևս չկան, եղել է 21,7%, ունեցել ենք էական նվազում։ Ծայրահեղ աղքատությունը 1,4%-ից դարձել է 0,6% եւ մենք մեր նպատակն է, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը վերացնենք եւ մենք դրա ճանապարհին ենք, որ շատ մոտ ենք արդեն շատ մոտ ենք դրան, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը երկրի երեսից վերանա։ Ես շատ ուրախ եմ, պարոն Կարապետյան, իսկապես, որ դուք անհանգստացած եք, խոսում եք վերջերս շատ աղքատությունից։ Ես շատ ուրախ կլինեի, որ դուք մինչև 18 թվականն էլ հետաքրքրվեք, խոսեք աղքատության մակարդակից, գնայք, ես վստահ եմ, որ դուք գնացել եք նաև այս քարոզարշավի ընթացքում գյուղեր, մարզեր, մարդկանց հետ հանդիպումների եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչեւ 18 թվականի, եթե դուք փորձեիք գնալ նույն գյուղերը, դուք կարող եք ուղղակի հնարավորություն չունենայիք գնալու, որովհետեւ ուղղակի ճանապարհ չկար գյուղ մտնելու։ Եղել են գյուղեր, որ ուղղակի դպրոց չի եղել, մանկապարտեզ չի եղել, եթե դուք հետաքրքրված լինեիք մեր ենթակառուցվածքներով, ես վստահ եմ, այս ընթացքում, որ առիթ եք ունեցել հանրապետության տարածքով շրջելու, մեծ փոփոխություններ կնկատեք եւ ինչի արդյունքում է նաեւ, որ մենք այսօր իշխանության ենք, որտեղ մարդիկ դուրս են գալիս, իհարկե խաղաղության օրակարգը ամենակարևորն է, բայց ժողովուրդ ջան, մարդիկ դուրս են գալիս ամենօրյա կյանքով ապրում, այդ փոփոխությունները տեսնում են, անհնար է չնկատել այդ փոփոխությունները։ Ու այստեղից խոսալ ուղղակի նվազագույն աշխատավարձի խոստումից, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի։ Պարոն Կարապետյան, իմ մոտ տպավորություն է, mēs երկու շաբաթ արդեն աշխատանքների ենք, որ դուք երկու Նարեկ Կարապետյան եմ այստեղ տեսնում, ու ինձ մոտ մեկ տպավորությունն է, որ դուք շատ հաճախ խոսում եք այն, ինչը որ դուք իրապես ձեր մտքին, խղճին համապատասխան չի, ու դուք այդպես չեք մտածում։ Օրինակ երեկվա ձեր դիրքորոշումը ես շատ հասկանալի էր ինձ համար, բայց այսօրվա դիրքավորումը մեղմ ասած ինձ համար արդեն անհասկանալի էր, որտեղ իրերին նույն թրիփի հետ կապված։ Դուք խոսում եք մի բան, մեկ խոսում եք, որ դա ճանապարհ է, բայց սենց արդեն հենց տեղից
մի փոքր սկսում եմ ուրախանալ, մեկը ասում եք, բայց դե իհարկե դա լավ բան չի, լավ կլիներ որ դա ընդհանրապես չներ, բայց դա մեր երկրի համար մեծ ձեռքբերում է, դա անհրաժեշտությունն է, դա ես կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպեսի թրիփը մեր համար ձեռքբերում է ու առաջնահերթություններից է, որ պետք է իրականացնենք։ Եվ մի փոքր մեր հայ իրականության մեջ ուզում եմ տխուր պատմություն պատմել, մի սրիկայի պատմություն եմ ուզում պատմել, ուրեմն լինում է մի սրիկա, որը ազգությամբ հայ է լինում։ Այս սրիկան ոչ ավել ոչ պակաս ցանկանում է հայ զինվորի, լինելով հայ զինվորի մահը։ Ու անցնում է ժամանակ, այս սրիկային վերցնում են, ընդգրկում են ցուցակում պատգամավորական, ու այնպես է ստացվում ձայների բաշխվածությունը, որ դառնում է պատգամավոր։ Այս անձը չի բավարարվում իր հայտարարություններով, երբ որ իրեն հորդորում են, որ գա ներողություն խնդրի, ոչ մեզնից, լիրա ոչ մեզնից, այլ այն մարդկանց, ում ինքը վիրավորել է իրենց հարազատներից, ոչ ոք չի խնդրել, հա, որ մեզնից ներողություն խնդրեն, որպեսզի նաև ինչպեսի միջավայր ստեղծվի, որ կարողանանք նաև բարեկրթության սահմաններում կարողանանք քաղաքական թեմաներով խոսենք, բայց չափեր ավելի է անցնում սրիկան եւ խոսում է մարտի 1-ից։ Մարտի 1-ի ողբերգությունը համարում է բրենդ։ Ես չեմ կարող սրան չանդրադառնամ, եթե ու մի հատ էլ հա նոր ներողություն խնդրելու մարդիկ են հա առաջանում, ովքեր մարտի 1-ի ողբերգության հետևանքում ունեն զոհեր։ Բայց ես իհարկե այլևս չեմ ակնկալում, որ այստեղից կհնչի ներողություն։ Եվ այսպիսով ասածից ինչ է, շատ վատ է, որ մենք հայ իրականության մեջ, հայ քաղաքական իրականության մեջ ունենք այդպիսի սրիկա, ես չեմ ուզում անդրադառնալ նաև այլ այս ընթացքում եւ միջև պատգամավոր դառնալը արտահայտություններին, բայց պարոն Կարապետյան, ես իսկապես հույս ունեի երեկվա ձեր խոսքից, որ դուք դրամի օգուտ է տվել։ Ես հասկանում եմ, որ ձեր մոտ ամեն ինչ չափվում է փողով, դրամով։ Քանի դրամ է, ինչքան միլիոն է, միգուցե ռուբլով, չգիտեմ։ Բայց ես չեմ կարող էլի գումարի չափ ասեմ, դուք ասեք, դուք որքան եք գնահատում խաղաղությունը, փող ասեք, գումար ասեք, գրեմ, գումարեմ իրար, որքան եք գնահատում այն մոր հանգիստ խղճով քունը, ում որդին ծառայել է այս վերջին տարիներին բանակում ու հանգիստ է քնել այդ մայրը, ասեք գումարեմ ժողովրդավարություն, այլ արժեքներ, որոնք գումարով ես չեմ կարող ասել, դուք ասեք ես գումարեմ, բաժանեմ մեր թիմակիցների քանակին, պարոն Խանդանյանին էլ մի քանի բալ ավելով, վերագրեմ ասեմ ինչքան արժի, ամեն ինչ փողով չի չափվում, այդ փողը թարգեք, հեչ ընկալելի չի ժողովրդի կողմից, բայց կուզեի մի քիչ ցեղասպանությունից էլ խոսել, բայց քանի որ այս ուժին չէր վերաբերվում այսօր ելույթս թող մնա հաջորդիվ, ուզում եմ ասել, որ մենք մեր ժողովրդին խոստացել ենք հեղափոխություն 2, որը կիսատ է մնացել 2020 թվականի տարբեր իրադարձությունների բերումով։ Մենք խոստացել ենք ու մենք ավարտին ենք հասցնելու հեղափոխությունը, բայց մի տարբերությամբ։ Այն մարդիկ, որոնք չեն օգտվել մեր մեկնած ձեռքից եւ հեղափոխությունից, նրանց հանդեպ նույն վերաբերմունքը չի լինելու։ Բոլորը պատասխան են տալու մեր բոլոր խոստումները հեղափոխության առաջին օրվանից մենք ի կատար ենք կացելու։ Ու ինչպես մնացած հարցերում այս հարցում եւս